աղայանական օրերը։ Հինգերորդ դասարանցիները դասարանը վերածել էին դատարանին։ Ներկայացնում այն վաճառականի խիղճը պատմված։ Նախագծի շրջանակում այսօր դասարանը վերածել ենք դատարանին։ Ներկայացնում ենք Ղազարո Սահայանի վաճառականի խիղճը պատմվածքը։ Դատելու ենք վաճառականին և գործակատարին։ Դատարանն է գալու։ Նախ այն, որ քո հայրը ինքն է համաձայնվել, որ 0 դրամ տա։ Այն, որ վաճառականի խիղճը 0 դրամն էր։ Թող չթողնեն խղճին ու իր խիղճը 0 դրամն է։ Մտածել է, որ իր տղան լավ գործ կսովորի, նստայելի մարդու է կթողնի, հետո իր տղան կվերադառնա, աշխատածել կվայելեն։ Հիմա հասել այն ժամանակը, որ պետք է աշխատավարձ ստանա, այդ մարդը ախիղճ է դուրս եկել, այս մարդը չի իմացել ինչ անի, համարել է, որ այն մարդն ով ախիղճ է ու չի գնահատում ուրիշների արածը, սաղ թաղել է։ Որ խոսքն է բարելեցի, որ խոսքը ավելի է գերադասում, քան թե ու ավելի շատ ռոճի։ Ինքը տենց լավ կա, որ խիղճ չունի, բռնեմ սարին սաղ թաղեն։ Հայրն և վաճառականը թղթի մեջ պայմանագիր չեն տվել, որպեսզի վաճառականը փող տար։ Առաջ Այսինքն գրավոր Բառով ասաց, որ իր խղճին է թողում, բայց ինքը իրան ասաց, ուրեմն ինքը գիտեր դրա մասին, անպայման չէր այդ թուղթը ստորագրել ինքը։ Արանքը 5 տարով այս մարդուն կայել է, ուտացրել է, խմացրել է, փեշակ է սովորացրել, էլ խի պիտի փող տա։ Վաճառականը մի շատ հարուստ մարդ է, այդ մի քանի կոպեկ եղած է ինչ է, որ խեղճ գործակատարը 5 տարի մոտ է Փոխարեն 10 տարի կվերցնեի աշխատանքից, ես մտա դրա երեխաների դրության մեջ և հասկացա, որ իրանք առանց հայրը դժվար է կարողանան ապրել։ Եվ հիմա դուք մտեք իմ դրության մեջ, եթե ձեր հայրը Բերձիմահ լիներ, իսկ դուք 5 տարով աշխատել եք արդեն հավայա աշխատը վերջացրել եք և ձեզի ոչ մի ռոճիկ չեն տալիս, դուք ինչ կանեք։ Հայրս ինձ բերել է վաճառականի մոտ, որ ես նրա մոտ ծառայեմ։ Վաճառականը ինձ ուզում է վերցնել 10 տարով, բայց հայրիկս ուզում է տեսնել իմ աշխատանքը, գնացել էր և չէր հասցնելու տեսնելից 10 տարի մի մարդու կյանքի։ Շնորհակալ եմ, հետո դժվար հնարավորություն խոսելով ուզում ենք լսել նաև վաճառական։ Ես վաճառական եմ, նրա հայրը իր մոտ բերեց, որ նա աշխատի և արեց սովորում։ Ես նրան ամեն ինչ սովորացեցի և նա դարձավ լավ վաճառական։ Նրա հայրը մահամերձեց և նրան կանչեց իր մայրը և ասեց որ փող ուզի ինձնից։ Ես նրան ասեցի, որ ես իրան փող չեմ տալու, նրա հայրը նրանք սովորել։ Ես ուզում էի ասել, որ իրանք թուղթ չեն տալու, պետք է փող տալ։ Այսինքն գրավոր պայմանագիր գոյություն չունի։ Իրանք չեն ասել, որ փող պետք է տալ։ Ինքը սաղ արել է փողը հագուստ տվել, ինտելիք տվել, 5 տարի սովորել։ Բայց գործակատարի համար իր հոր խոսքը սրբություն է։ Բացի դրանից, որ նա չէր աշխատել, վկաներ կան։ Բոլորը նախանձում էին գործակատարին, որովհետև նրանք չունեն այդպիսի գործակատար։ Եվ գործակատարի շնորհիվ վաճառականը հարստացել էր։ Եվ գոնե կարող էր մի քիչ փող տալ, որպեսզի նա գնա իր հոր համար դեղ գտնի, որ կարողանա իր հայրը դավանալ։ Ահա մեր շները։ Կարող էր չէ, գոնե մի քիչ տալ, մի քիչ խիղճ ունենալ։ Այդից գալիս է, որ վաճառականը խիղճ չի ունեցել, իսկ դա շատ վատ բան է։ Մարդիկ պետք է խղճովեն լինեն։
Այո։ Ուզում եմ նրանց դատի տան, որ նա ուզում է ինձի սավ թաղել։ Ես նրա հավատքը չեմ հասկացում, որովհետև հայրը վաճառականի հետ պայմանավորվեց, որ աշխատավարձը թողնի նրա խղճին, թե ինչքան կտա։ Իսկ այդ հագուստը գումարը ինչքան նրան ուտելիք է տվել, ինձ թվում է նույնիսկ աշխատավարձի կեսը չի։ Ինքը խղճաց իրանի վերցրեց։ Ապրիլի 11-ի ուսումնական ժամերգության պատասխանատուն Հյուսիսային դպրոցն է։ Դիտեք հատվածներ ուսումնական ժամերգությունից։ Ապրիլի 11-ի Հյուսիսային դպրոցի սովորողների մի մեծ խումբ ճամփորդեցին Էջմիածին։ Փորձողների խմբում էին նաև հունվարյան ուսումնական ճամբարի ընթացքում շրջիկ նվագարաններ և գոլախաղեր, գծերի մասնակցած և հաղթած սովորողները։ Ընկերներ, բայց միշտ չէ, որ Շահումյան փողոց է կոչվել, քանի որ նաև ունեցել է հին ժամանակներում այլ անվանումներ։ Անվանումներից մեկը եղել է Բալենիների փողոց։
այսքանը։ Կհանդիպենք։ Տեսիցի